Սեպտեմբերի 25-ին տոնական բարձր տրամադրությամբ նշվեց Շնորհ գյուղի օրը։ Տոնն արդեն դարձել է ամենամյա ավանդույթ, որին ներկա էին լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, փոխմարզպետ Արսեն Ղարիբյանը, համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, համայնքային պաշտոնյաներ եւ արմատներով շնորհեցիներ։ Ավանդույթի համաձայն հյուրերին դիմավորեցին գյուղի մուտքի մոտ։ Այնուհետև հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի համար հերոսացած տղաների շիրիմներին։ Շնորհի համար միասնական աղոթք բարձրացվեց Սուրբ Սարգիս եկեղեցում, որին հաջորդեց պաշտոնական մասը Շնորհի մշակույթի տանը։ Մարզային եւ համայնքային պաշտոնյաները շնորհավորեցին գյուղի տոնի առթիվ, ներկայացրին կատարված եւ նախատեսվող լայնածավալ աշխատանքները։ Այնուհետև համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը շնորհակալագրերով պարգևատրեց գյուղի զարգացման գործում ավանդ ունեցած քաղաքացիներին։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց շնորհում գործող կրթական, մշակութային եւ բիզնես կազմակերպությունների մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո համերգային ծրագրով ելույթ ունեցան Շնորհի մանկական արվեստի դպրոցի սաները։ Այս գեղեցիկ արարողակարգին հաջորդեց մշակույթի տան բակում կազմակերպված ազգային տոնախմբությունը։ Շնորհի կենտրոնական այգում բացվեց գյուղմթերքի, բերք ու բարիքի եւ արմատ լաբորատորիայի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը։ Հյուրերը շրջեցին տաղավարներով, համտեսեցին շնորհյան բարիքներից եւ կիսվեցին տպավորություններով։ Տոնական օրվա եզրափակիչ համերգը Շնորհի կենտրոնական այգում էր, որին մասնակցեցին սիրված երգիչներ Վարդան Բադալյանը, Դավիթ Խաչատրյանն ու Միլենա Խաչատրյանը։ Համերգը անցավ բարձր տրամադրությամբ եւ ջերմուկնոլորտում։ Տոնական օրն ամփոփվեց հրավառությամբ։